Հայաստանի Հանրապետությունը հունվարի 28-ին նշում է Հայաստանի զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Զինուժի կազմավորումը համընկնում է 1992-ից 1994 թվականների հետ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ ձեռնամուխ եղավ ազգային բանակի ստեղծմանը։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին պատմական որոշում, իսկ արդեն մայիսին սկսվեց առաջին զորակոչը, հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու ավանդույթին։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել, առաջարկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրել է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Հիմք է ծառայել այն, որն ավիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արման Սարոյան ավազանի անունով։ Բերլինում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ու Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել։ Դեսպաններ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նասիմի Աղաևը մասնակցել են Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ, պատմական խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, Գերմանիայի դերը եւ Եվրոպայի նոր արևելյան կապը խորագրով համաժողովին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ ամերիկյան ռազմածովային նոր նավատորմ է շարժվում։ Միաժամանակ նա Թեհրանի հետ գործարքի հույս է հայտնել։ Ըստ Թրամփի, Իրանի պաշտոնյաները բազմիցս ազդանշան են տվել, որ պատրաստ են բանակցել։ Հզոր փոթորիկն այս գիշեր եւ վաղը օրվա ընթացքում կհարվածի Պորտուգալիային, հայտնել է հիդրոօթևոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ատլանտյան օվկիանոսում սպասվում են մինչեւ 200 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ եւ 11 մետր եւ ավելի բարձրությամբ ալիքներ։ Ափամերձ գոտում քամու պոռթկումները կարող են զգալի վնասներ պատճառել։ Հայաստանի տարածքում այսօր եւ վաղը ցերեկը առանց տեղումների եղանակ է սպասվում, առաջիկա գիշերն առանձին շրջաններում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք։ Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ից 31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։